Այսօր ձեզ պատմելու եմ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի մասին։ Սա դեռևս հիմնադրվեց 2010 թվականին, երբ մեր հիմնադրամը արդեն 12 տարեկան էր։ Սա առաջի փորձն էր ամբողջ Հարավ-Կովկասում ստեղծելու մասնավոր կերպով կառավարվող պահպանվող տարածք բնապահպանական, որը շատ կարևոր դերակատարում ունեցավ ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար, որովհետև դրանից հետո ընդօրինակելով սկսվեց այդ process-ները։ Ինչպես գիտեք, մեր պետությունում եւ սովետական շրջանից եկած այդպես ձևաչափ կար, որ բնապահպանական տարածքները միայն պետական հովանու ներքո են եւ պետական են։ Եվ այստեղ կարծրատիպ կար կոտրելու, ինչի համար, որովհետեւ շատ դժվար ժամանակներ էր անցումային, եթե գիշեք 2010-11 թվականները, եւ դրանից առաջ, որովհետեւ որոշ կարևոր տարածքներ բնապահպանության համար կտրվեցին նույնիսկ պահպանվող տարածքներից, օրինակ Խոսրովի պետական արգելոցից, դարձան մասնավոր նույնիսկ որսահանդակ, եթե կարելի է այդպես կոչել, այդ թվում չպահպանվեցին ոչ մի կողմնորոշիչ հստակ ձևաչափեր, թե ինչ է նշանակում այդ պահպանումը, եւ սրանք մարդիկ էին, ովքեր որ ունեին այն ժամանակ կարողություն եւ հնարավորություն այդ ամեն ինչը անելու։ Ընդհանուր մինչև օգտագործվում էին ուղղաթիռներ հրազեններից որս կատարելու եւ այլ, այսինքն շատ նմանատիպ այդպես ոգեկեղիչ երևույթների արդյունքում որոշում կայացվեց, իսկ ինչու մենք որպես հիմնադրամ չենք կարող ուղղակի վերցնել տարածքներ եւ պահպանել, որպեսզի այն կենդանիները, որոնք որ այնտեղ վտանգված են, կարողանան միգրացիա անել ավելի պահպանվող տարածքներ։ Եվ սա էր նպատակը, որ սկսեցինք Խոսրովին հարակից տարածքում համայնքից ուղղակի վարձակալել հողատարածքները եւ ստեղծվեց, հիմնադրվեց Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի, որը 300-400 հեկտարից այսօր դարձել է մոտ 30,000 հեկտար, ձգվելով Խոսրովի հարավային սահմաններից մինչև Սյունիք։ Ինչով է կարևորվում այս մոդելը։ Նախ եւ առաջ ինքը շատ ճկուն է, չունի պետական սահմանափակումները, կարողանում է համայնքի հետ բավական սերտ աշխատանքի արդյունքում ստեղծել մի մոդել, որը որ համայնքի կայուն զարգացմանն է նպաստում։ Մենք չենք վերցնում համայնքից այդ հողատարածքը եւ զրկում համայնքին օգտվելու, այլ հակառակը համայնքի հետ միասին ստեղծում ենք մի մոդել, որով պայմանավորված համայնքը սկսում է կարևորել այդ տարածքի գոյությունը, ճանաչում է դա որպես բնապահպանական, ստեղծվում են աշխատատեղեր, նույն պահպանողները, անտառապահները նույն համայնքներից են եւ ստացվում է, որ այդ բնապահպանության ծրագրի մեջ ընդգրկվելով հնարավորություն է բացվում նաեւ մյուս տնտեսական բաղադրիչներով բերել ներդրումներ այդ համայնքի բարեկեցության համար։ Դրանք կլինեն ուրեմն փողոցային լուսավորություն, թե օրինակ խմելու ջրի թարմացում կամ նոր ջրագծեր, դա կարող վերաբերվի նաև մանկապարտեզի վերանորոգմանը, արևային կայանների տեղադրմանը եւ գյուղատնտեսական այլ սարքավորումներ, ընդհանուր մինչև տրակտորներ, որոնք որ պետք են կոնկրետ այդ համայնքին։ Եվ բավական մեծ թվի մասին է խոսքը։ Մենք Վայոց ձորում այդ թիվը 800 միլիոն դրամը արդեն անցել է, որ մեր աշխատանքի արդյունքում այս տարիների ընթացքում ներդրվել է համայնքային տարբեր ծրագրերի։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բնապահպանությունը դա կտրված առանձին մի միավոր չի, մի տարածք չի, որտեղ չի կարելիներն են գերակշռում, այլ ոչ, սա համայնքահեն մոտեցում է, որտեղ համայնքը մասն է կազմում այդ բնապահպանության, որ համայնքի խնդիրների տեսանկյունից է լուծվում բնապահպանությունը եւ հետադարձ կապով համայնքը պետքա ուրեմն գնահատի եւ կարեւորի այն կենսաբազմազանությունը, այն արժեքները, որ ինքը ունի, ոչ միայն այս սերնդի իրենց համար, այլ նաեւ ապագա սերունդներին միտված։ Ցավոք սրտի չկա այն հիմքը, որով պայմանավորված կրթական բաղադրիչը կազդեր մարդկանց գիտակցության, ընկալման, կարևորելու, արժևորելու այն բնության զամբյուղը, որը որ կա իրենց կողքին, հա։
Սա կենսաբազմազանությամբ հարուստ տարածք է ընդհանրապես Հայաստանը, տարածաշրջանը, բայց Հայաստանը որպես թիզակետ համարվում է աշխարհում 35 թեժակետերից մեկը, որտեղ կենսաբազմազանությունը խտացված է, հա, իր խտությամբ գերազանցում են նաև հարևան երկրներից, միգուցե Պարսկաստանն է, որ հավասարազոր է այդ իմաստով, բայց մնացած բոլոր երկրների համեմատությամբ Հայաստանի որոշ տեղեր մասնավորապես բուսատեսակների առումով շատ մեծ գերազանցություն ունի բոլորի հանդեպ։ Եվ սա այն գենետիկ հարստությունն է, որով պետք է կառուցվի Հայաստանի նաև բնապահպանական քաղաքականությունը։ Մենք այսօր նոր տեսնում ենք որոշակի քայլեր, սա մինչ այլոց պատահական չէ, որ COP17-ը, հա, կենսաբազմազանության ուրեմն կոնվենցիան լինելու է Հայաստանում, ինչպես գիտեք, այս տարի հոկտեմբերին, եւ 30,000 մոտ հյուրեր են սպասվում, եւ Հայաստանը ունի ցուցադրելու ուրեմն արժեքներ, եւ կենսաբազմազանությունը այն միակ կարևոր ռեսուրսն է, որը միտված է ուրեմն ապագայում ունենալու շատ մեծ դերակատարություն մարդկանց սնունդի պաշարի իմաստով, ջրի պաշարի իմաստով եւ առողջության։ Այսօր աշխարհում ինչն է ամենակարևորը, իհարկե որոշ դեպքերում չափից ավելի գերագնահատված ուրեմն նավթամթերքը, հա, այսօր խեղաթյուրել է այդ արժեքները, բայց իրական արժեքները դրանք այն կենսաբազմազանության գենետիկ ֆոնն են, որը որ տարբեր պետություններում կա եւ դա է լինելու ապագայի հարստությունը, որովհետեւ սննդի հետ կապված եւ առողջ սննդի հետ կապված արդեն այսօր կան խնդիրներ գլոբալ դաշտում, միջազգային, եւ մենք լինելով Հայաստանով դա շատ չենք զգում, որովհետեւ քիչ թե շատ մենք առողջ սնունդ ենք վայելում։ Եվ Հայաստանը դրանով է, որ կարա լինի շատ գրավիչ, արտակարգ գրավիչ ամբողջ աշխարհի համար։ Իր գենետիկ տեսակների բազմազանությամբ, որից նաեւ այդ սննդի շղթաներն են կառուցվում։ Պատկերացրեք, որ Հայաստանը կարա մրցունակ լինի, լինելով առողջ ապրելակերպի, առողջ սնունդի, ուրեմն շատ բարձրարժեք ջրի, սնունդի իմաստով, որը որ առողջության համար մեկ գրավականն է այսօր աշխարհում։ Այլ բան չեմ կարող պատկերացնել, որ ավելի գրավիչ կդարձնի Հայաստանին, եւ ցավոք սրտի մեր քաղաքականությունը սրա շուրջ չի կառուցված այսօր։ Բնապահպանական քաղաքականության մասին է խոսքը, որտեղ բնապահպանական քաղաքականությունը դեռևս ստորադաս է մյուս ոլորտներին, որոնք ավելի են արժևորվում ցավոք սրտի, այնինչ պետք է սա դասվեր հենց առաջի հարթակով եւ միայն բնապահպանական պրիզմայի միջով պետք է անցնեն մնացած բոլոր որոշումների կայացումը։ Վստահ եմ մի օր կգա, որ գիտակցումը կլինի Հայաստանում եւ մեր աշխատանքն էլ միտված է նրան, որպեսզի այս կարևոր կետերը արժևորվեն Հայաստանում։ Վերադառնալով կոնկրետ մեր աշխատանքին, նպատակը նա է, որ կառուցենք մի միգրացիոն վստահելի եւ պահպանված միջանցք, որը որ կծառայի ուրեմն տարբեր համայնքների եւ բնապահպանական տարածքների միջև կամուրջ։ Այս կամուրջը ոչ միայն ուրեմն կենթանական աշխարհին է վերաբերվում, որի ամենախարիզմատիկ տեսակը դա Կովկասյան հովազն է, կամ պարսկական հովազը, ինչպես ասում ենք, բայց նաև բուսատեսակները, որոնք որ կարմիր գրքյան են, վտանգված են, եւ նորից ցավոք սրտի պետք է նշեմ, որ մեր երկրի կողմից ոչ ճիշտ գնահատված, որովհետեւ թույլ ենք տալիս, որ մասսայական հավաքներ լինեն առանց վերահսկողության եւ որոշ նույնիսկ մասնավոր կառույցներ օգտվելով այդ հանգամանքից, որ վերահսկողությունը պատշաճ ձևով չէ, օգտագործում են այն բացերը օրենքի, որոնք թույլ են տալիս իրենց առանց լիցենզիայի, առանց համապատասխան ձևաչափի
մեծ օգուտներ ստանալ ուղղակի տարբեր մեխանիզմներ կիրառելով վայրի ձևով հավաք կատարելու ինչու վայրի նկատի ունեմ որ ուղղակի սպառողական մոտեցում է որ չի կարելի նման ձևով ուրեմն մոտենալա բնությանը որովհետև եթե այդ տեսակը վերացավ դրա վերականգնումը շատ բարդ է լինելու կամ նույնիսկ անհնար այդ տեսակով է պայմանավորված կոնկրետ նաև կենդանիների մարդ օրինակ կենդանի կոնֆլիկտների առաջացումը սա մի շղթա է որը մարդը շատ չի գիտակցում այսօր նորից եմ կրկնում չլինելով կամ ճիշտ կրթված կամ օրենքի բացակայությունը եւ նույնիսկ կիրառումը, հա, այս բոլորը իրար հետ տենց համադրված մոտեցումով կան այս խնդիրները, որոնց շուրջ պետքա ուրեմն մտահոգվել իրականում եւ մեր աշխատանքն էլ միտված է նրան, որպեսզի ցույց դնենք սա հանրությանը համար 1, երկրորդը պատկան մարմիններին ուշադրությունը հրավիրենք, որպեսզի թույլ չտանք, որ ուղղակի որևիցե մեկի բիզնեսի պատճառով տուժի կենսաբազմազանությունը։ Եվ իհարկե հասկանալով, որ COP-ը լինելու է մի անգամ Հայաստանում, հա, մեր պատմության ամեն դեպքում տեսանելի պատմության մեջ, մենք փորձում ենք օգտագործել այս պահը, որպեսզի նաև որոշակի խնդիրներ լուծվեն։ Իրականում խնդիրները շատ են, բայց ամենատեսանելիներից մեկը, որը պետք է նշեմ, դա վայրի կենդանիների ապօրինի պահումն է տարբեր ռեստորաններում, գազալցակայաններում, մարդկանց սեփական տներում, նույնիսկ բակերում, որոնք իհարկե զավեշտ են։ Զավեշտ են այն առումով, որ անհնար է պատկերացնել որևիցե քաղաքակիրթ երկրում, որ վայրի գիշատիչ կենդանին գտնվի որևիցե մեկի սեփականության ուղղակի դաշտում իր կմահաճույքի համար ծառայեցնելով կամ իր բիզնեսին, կամ իր անձնական նույնիսկ հոգեկան խնդիրներով, հա, մարդկանց մասին է խոսքը, որ ուղղակի չեն հասկանում ինչի համար է պետք է կենդանին այդտեղ պահել, եւ շատ դեպքերում նույնիսկ արտահայտվում է, որ շատ սիրուց դրդված են իրենք պահում այդ կենդանին, այսինքն չարչարում կամ դեպի մահ տանում, հա, այսպես ասած, ոչ ճիշտ կերակրման, առանց բուժօգնության, անհասկանալի տրամաբանությունով եւ այլն։ Մյուսը դա ապօրինի արկու վաճառքն է վայրի կենդանիների եւ սրանով պայմանավորված նորից բավական անելիք կա, որովհետեւ Հայաստանը դարձել է ցավոք սրտի միջազգային քարտեզում ապօրինի կենդանիների վայրի կենդանիների առուվաճառքի ուրեմն տարանցիկ գոտի եւ կան հայտնի անուններ հայ ազգությամբ, ովքեր որ ներգրաված են այդ միջազգային ուրեմն առևտրի մեջ։ Դա թվով 4-րդ ամենամեծ ստվերային բիզնեսն է աշխարհում կենդանիների ապօրինի վաճառքը, վայրի կենդանիների մասին է խոսքը։ Եվ մի շարք այլ հարթություններ, որոնք օրինակ լուծելու համար ուղղակի ցանկություն է պետք եւ մենք այսօր ուրախությամբ պետք է նշեմ, որ Անձինս բնապահպանության նախարարության եւ այլ տեսչական մարմնի հետ աշխատանքում տեսնում եմ այդ ցանկությունը կա եւ առաջընթաց կա, կոնկրետ քայլեր կան, որոնք որ միտված են հարցերի լուծմանը եւ մենք որպես կազմակերպություն ներկայացնել նաեւ միջազգային մի շարք հարթակներ կանգնած ենք այդ նախաձեռնությունների կողքին, որպեսզի պետությանը օգնենք շտկելու եւ բերելու մի դաշտ, որտեղ ամեն ինչ թափանցիկ կլինի, տեսանելի կլինի եւ ի նպաստ մեր ապագա սերնդի։ Այնպես որ կարծում եմ մեր կառուցած Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը ապացուցել է իր կայունությունը, իր ճիշտ մոտեցումները, նաև համայնքահեն լուծումները, որոնք որ կան ավելի քան ուրեմն 60 համայնքների մասին ենք խոսում, այսինքն գյուղական համայնքների, որոնք մի ժամանակ պետք է դեռ ապացուցեինք, որ մեր արած աշխատանքը ի նպաստ համայնքի է ծառայում եւ լավ աշխատանք է, այսօր տեսնում ենք դրա արդյունքները, որ համայնքները իրենք են գալիս արդեն մեզ մոտ եւ ցանկություն հայտնում համագործակցելու, ընդլայնելով տարածքները, տնկելով այնտեղ անտառներ, կրթական ծրագրեր է իրականացվում, շատ ընտանիքների, խոցելի ընտանիքներ, որոնք որ սոցիալապես նաեւ անապահով են ստանում են օժանդակություն փոքր բիզնեսների տեսքով եւ շատ կարեւորում է ամբողջ աշխարհում այն մոտեցումը, որ
բացի պետության հոգացությունից ճիշտ դերակատարում պետք է ունենան ուրեմն հասարակական կառույցները, որոնք որ կամրջում են մասնավոր բիզնեսը եւ բնապահպանական խնդիրների լուծումը։ Եվ մենք այստեղ է որ տեսնում ենք սրա առավելությունը տարեցտարի, թե որքան է կարևորվում եւ ի տարբերություն մեր նույնիսկ հարևան Վրաստան երկրի, որտեղ շատ հետընթաց հիմա հակառակ ուղղությամբ է գնում, Հայաստանում պետք է ֆիքսենք, որ ուղղությունը ճիշտ բարձրունք է ապրում եւ վստահ եմ, որ առաջիկայում շատ ավելի լավ կլինի։ Ամփոփելով այս ամենը պետք է նորից հետ գամ կրթական բաղադրիչին, որը ամենակարևորն է, որովհետև եթե ուզում ենք տեսնել այն հասարակությունը, որը ճիշտ ձևով է արժևորում բնությունը, կենսաբազմազանությունը, տեսակների կազմը, որոնք որ գնահատված չեն դեռ այսօր, դա ուրեմն դրա խնդիրը, դրա լուծման ճանապարհը միայն կրթությունն է, էկոլոգիական կրթության մասին ենք խոսում, եւ աշխատանքը երիտասարդների, դպրոցականների հետ, որովհետեւ իրանք են, որ դեռ ունակ են փոխելու իրենց վարքագիծը, փոխելու իրենց մոտեցումները։ Մենք բացել ենք էկոակումբներ, դրանք դեռևս 2006 թվականից ի վեր էկոակումբներ են, կոչվում են Արևորդի էկոակումբների ցանց, որտեղ տարբեր Հայաստանի համայնքներում, մարզերում երեխաները ստանում են անվճար էկոլոգիական կրթություն, նոր պատկերացումներ, նոր մոտեցումներ իրենց շրջակա միջավայրի, իրենց գյուղի, իրենց քաղաքի խնդիրների շուրջ, լուծումներ տեսնելով, առաջարկելով նույնիսկ համայնքապետին իրենց ծնողների ձեռքը բռնելու, որպեսզի նաև աղբը չթափվի օրինակ գետը, այսինքն վարքագծի ռեալ փոփոխություն, որ անկախ նրանից հետագայում այդ երեխաները ինչ մասնագիտություն կընտրեն իրենց կյանքում, բայց այդ կարևոր միջուկը, որը բնապահպանական պատկերացումն է, ճիշտ մոտեցումն է, այլ ոչ սպառողի հոգեբանությամբ, դա է որ կփոխի մեր միջավայրը եւ ընդհանուր պատկերացումը հայրենի բնության, արժեքների եւ մոտեցումները, որոնք որ կկառուցեն ավելի քաղաքակիրթ երկիր։